Արդեն կարծես թե ակնհայտ է նաև, որ այստեղ վաղեմության ժամկետի խնդիրներ կան։ Մանրամասները չգիտեմ ինչպես։ Որ չի ասել։ Ես մեկ այլ իրավիճակով արդեն կռահում եմ, որ ենթադրաբար առնվազն մի մասը անցած ավաղեմության ժամկետը, հիմա ուղղակի իմ սուբյեկտիվ կարծիքն է, հիմա չբացահայտեմ, բայց առնվազն իրենք էլ շատ լավ գիտեն, թե ինչ խնդիր ունի այս գործը։ Առնվազն այն, որ այս աստիճան ինքը տևողության մեջ է, բացահայտված է եղել եւ տևողության մեջ է եղել։ Ես այստեղ իրավական բացատրություն չեմ տեսնում։ Եվ նաև երբ մենք նայենք նախորդիվ հնչեցված քաղաքական հայտարարությունները գործադիր իշխանության ղեկավարի կողմից ուղիղ ցուցումների տրամաբանության ներքո, այստեղ իհարկե քաղաքական բաղադրիչը այն աստիճան ակնհայտ է, որ նույնիսկ ես չեմ կարծում որևէ մեկը դա հերքի։ Ավելի վատ բան ասեմ։ Ես նկատում եմ, որ նույնիսկ քաղաքական իշխանության ներկայացուցիչներն էլ են հաստատում, որ այստեղ քաղաքական բաղադրիչը կա։ Այսա իսկապես հանգստացնող երևույթ է, որովհետև դա նորմալ չէ։ Իսկ ինչ ակնկալիք ունեք այս դատարանից, հաշվի առնելով, որ դատավորը այն դատավորն է, ով կալանքի որոշում էր կայացրել նաև Դավիթ Ղազինյանի համար, նաև Մամիկոն Ասլանյանի համար, ու նաև հաշվի առնելով երկրորդ նախագահի առողջական վիճակը։ Եթե իրավական տիրույթում եք նայում, այսինքն պայմանականորեն մեկ ամիս առաջ գնանք, փաստաբանիս գործունեության արտոնագիրը կասեցված չլիներ, հաստատապես կարող եմ պնդել, Վճռաբեկ դատարանի կայուն նախադեպային իրավունք կա այլևս դրա վերաբերյալ, եւ այդ նախադեպային որոշումը կայացվել է առանձնապես ծանր հանցանքի մեջ մեղադրվող անձի նկատմամբ, վերաբերել է հենց կալանք խափանման միջոց կիրառել չկիրառելուն։ Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումը ուղիղ է ասում, եթե կա առողջական խնդիր, ապա այն ինքնին արդեն հիմք է հանդիսանում, որ դիտարկվի այլընտրանքային խափանման միջոցները։ Այստեղ հետևաբար եթե իրավական տիրույթով ենք նայում, պարզից պարզ։ Դատավոր Դադոյանի մոտ այո, ունեցել եմ մասնակցություն Դավիթ Ղազինյանի գործով, կարող եմ ասել, որ նիստի ընթացքում ակնհայտ էր, որ կալանքը որպես այդպիսին պետք է մերժվեր։ Դա ակնհայտ էր, բայց դատավորը կայացրեց այլ դատական ակտ։ Իրական կյանքը ցույց տվեց, թե Դավիթ Ղազինյանը խոչընդոտող վարքագիծ էր դրսևորում, թե ճիշտ հակառակը։ Եվ փաստացի արդեն տևական ժամանակ է որևէ խափանման միջոց կիրառված չէ մեր գործընկերոջ եւ ընկերոջ նկատմամբ։ Նախագահ Քոչարյանի դեպքում նաև կարող եմ հաստատապես պնդել, որ երբ կար համակցություն ծանր մեղադրանքների, կհիշեք 2019 թվականից ընդհուպ մինչև 2021 թվականը, երբ գործը գտնվում էր դատարանում, դրա նախորդիվ 18 թվականից էլ ելակետը վերցնենք, կրկին որևէ մի տվյալ չի եղել երբևէ ոչ պատշաճ վարքագծի դրսևորման։ Ես կարծում եմ այս ամենը դատավոր Դադոյանը պետք է որ պատկերացնի, պետք է որ տեղեկացված լինի։ Այս մյուս կողմից նաև գիտակցում ենք, որ օրինակ հակակոռուպցիոն դատարանը ձևավորվել է բացառապես 2018 թվականին հաջորդած ժամանակահատվածում։ Հակակոռուպցիոն դատարանի բոլոր դատավորները պաշտոնավարումը իրենց ստանձնել են 18 թվականին հաջորդած ժամանակահատվածում։ Ես վստահ եմ բոլորդ հիշում եք այն արտահայտությունները, որ սահմանադրական բարեփոխում է պետք, որ դատական իշխանությունը փոխվի։ Հիմա հակակոռուպցիոն դատարանն էլ է, այսինքն խնդիր է առաջացնում, իրենց ձևավորած դատարանն է։ Հենց իրենց ձևավորած եւ այն անձինք, ովքեր ձևավորել են այս դատարանները, դեռ պաշտոնավարում են։ Պարոն Վարդանյան, երեկվանից երկրորդ անգամ ձերբակալման որոշում տրվեց, շատ հետաքրքիր հարց է։ Երրորդ անգամը չէր կարող, ինչու էին շտապում։ Ես ավելին ասեմ, երբ 3 ձերբակալման որոշում կայացվեց, բայց որը ի կատար չացվեց, այսինքն կալանքի միջնորդություն չներկայացվեց եւ քննության չառնվեց, իմ կարծիքով դա էլ ինքնին արդեն հիմք էր, որ նույն միջնորդությունից չէին կարող բերել։ Սա ուղղակի, այսինքն տրամաբանություն է իրավական։ Եթե անձը պետք է խոչընդոտի կամ ոչ պատշաճ վարքագիծ դրսևորի, իրեն 24 ժամն էլ չէ պետք է որ բավարար լիներ։ Բայց ոնց տեսնում եք, ոչ մի տենց հաղորդագրություն դատախազությունը չտարածեց ոչ պատշաճ վարքագծի վերաբերյալ։ Իդեպ նույնությամբ պետք է ասեմ, որ ինչը խոսում էինք այս դեպքում, ամբողջությամբ վերաբերելի է նաև Սեդրակ Քոչարյանին, որի վերաբերյալ նաև այս հանգամանքներն եմ ուզում բացահայտել, քանի որ տեղեկացված եմ եղել։ 2018 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամսից կար վերջինիս նկատմամբ հարուցված քրեական վարույթ եւ կրկին առանձնապես ծանր հանցանքի մեղադրանքով իբրև եւ խափանման միջոցը կիրառվել էր բացակայելու արգել։